So you have witnessed the evolution of technology. Դուք 1970-ականներից մինչ օրս տեխնոլոգիաների էվոլյուցիայի ականատես եք եղել։ Որ բացահայտումներն են ձեզ համար եղել ամենաանսպասելին կամ ամենահետաքրքիրը եւ որոնք են եղել ամենահիասթափեցնողը։ Unexpected or interesting for you, and which are perhaps the most disappointing? Actually, I expected more basic materials. Իրականում ես ակնկալում էի ավելի բազային նյութեր։ Կալտեխում պրոֆեսոր Քարվերմիդի ղեկավարությամբ ես ոգևորված էի Գերմանիումից սիլիկոնի անցումով, որին աջակցում էր William Shockley Bell Labs-ում։ Սիլիկոնի 1.1 էլեկտրոն վոլտ էներգետիկ շերտային ընդհատման band gap լայնությունը դարձավ մասշտաբային CMOS տեխնոլոգիայի հիմքը, հայտնագործություն, որը միկրոչիպերից մինչև ժամանակակից սմարթֆոնների ստեղծման հիմք դարձավ։ CCD-ից CMOS պատկերային սենսորներին անցումը ևս մեկ հուզիչ թռիչք էր, որը հեղափոխեց նկարների թվային մշակումը, բայց եղել են նաև հետընթացներ։ Մենք ուսումնասիրում էինք գալիումի օքսիդը իր 4.8 էլեկտրոն վոլտ լայն շերտային ընդհատմամբ հաջորդ սերնդի էներգետիկ էլեկտրոնիկայի համար։ Կարծում էինք, որ դա ապագան է, բայց չէինք նկատել գալիումի նիտրիդը 3.4-ից 3.8 էլեկտրոն վոլտ շերտային ընդհատմամբ, որը իդեալական էր կապույտ լուսադիոդների եւ լազերների համար։ Սյուձի Նակամուրայի թիմը Նագոյայի համալսարանում օգտագործեց այդ հնարավորությունը, արժանանալով Նոբելյան մրցանակի, իսկ մենք հիասթափություն ապրեցինք։ Նույնիսկ այսօր գալիումի օքսիդի ներուժը հզոր սարքավորումներում, ինչպիսիք են ռոբոտաշինությունը եւ արագ փոխանակման սարքերը, ավելի դանդաղ է զարգանում, քան հույս ունեինք։ Այժմ ինձ ոգևորում է, թե ինչպես են Կիոտոյի համալսարանի նման վայրերում հետազոտողները աշխատում գալիումի օքսիդի կիրառությամբ իդեալական անջատիչներ ստեղծելու ուղղությամբ, զրո դիմադրությամբ միացված վիճակում եւ առանց արտահոսքի անջատված վիճակում։ 1970-ականներից մինչ այսօր այս նվաճումներն ու բացթողումները, որոնք պայմանավորված են շերտային ընդհատումների գիտությամբ, ցույց են տալիս, թե որքան անկանխատեսելի, սակայն հուզիչ է եղել այս ճանապարհը։ Դուք աշխատել եք Sony-ում պատկերային սենսորների վրա, ինչպիսին է օրինակ CCD-ն, որը հեղափոխություն արեց տեսախցիկների ոլորտում։ Կարող եք այն ժամանակ պատկերացնել, որ տեսախցիկները այսօրվա մակարդակի կզարգանան։ Until I joined Sony, I didn't know what they were targeting. Մինչև Sony-ին միանալը գաղափար չունեի, թե ինչ պրոդուկտի վրա են նրանք աշխատում, դա հույժ գաղտնի էր։ Քանի որ Կալտեխում էի սովորել Քարվերմիդի ղեկավարությամբ, ես թերահավատ էի։ Կարծում էի, որ CCD-ները հեռանկար չունեն, քանի որ Intel-ը եւ այլ ընկերություններ հրաժարվել էին դրանցից։ Ես պնդում էի CMOS սենսորների օգտին, որոնք իմ կարծիքով ապագան էին իրենց մասշտաբայնության եւ էներգիայի ցածր ծախսի շնորհիվ, բայց Sony-ի ղեկավարությունը կենտրոնացած էր CCD-ների վրա, տեսախցիկների համար։ Նրանք ձգտում էին մի քանի տարում խոստումնալից արդյունքների հասնել, սակայն դրա համար տասնամյակից ավել պահանջվեց։ Ես աշխատել եմ երկչիպային ICX 008 CCD տեսախցիկի վրա, բայց համոզված էի, որ CMOS-ը կհաղթի։ Մենք նաև քննարկում էինք նորարարական գաղափարներ, օրինակ PlayStation-ը կամ Walkman-ը ինտերնետին կապելը։ Ես հանդիպել եմ Steve Jobs-ին, երբ նա եկել էր Sony համագործակցային քննարկման։ Նա առաջարկեց համատեղ խաղեր ստեղծել ամբողջ աշխարհի համար, օգտագործելով ինտերնետը, ինչը շատ առաջադեմ գաղափար էր։ Նրա երազանքները ոգեշնչեցին ինձ, ցույց տալով, որ տեխնոլոգիան կարող է միավորել մարդկանց։ Հետ նայելով չէի կարող պատկերացնել, թե ինչպես կզարգանան տեսախցիկները։ CMOS սենսորները, ինչպես ես կանխատեսել էի, գերազանցեցին CCD-ներին, օժտելով ժամանակակից սմարթֆոններն ու թվային տեսախցիկները անհավանական լուծաչափով եւ արդյունավետությամբ, բայց մենք բարեբախտաբար երկուսի մշակումով էլ զբաղվում էինք։ Sony-ի բաց մշակույթը, որտեղ ինժեներները կարող էին փորձարկել եւ համագործակցել, դա հնարավոր դարձրեց։ Ղեկավարությունը մեզ ազատություն էր տվել հեռուստացույցների եւ ռադիոյի հաջողություններից ստացված միջոցների հաշվին, ինչը թույլ տվեց մեզ հետաքրքիր փորձարկումներ անել։ Ես հպարտ եմ Sony-ում անցկացրած ժամանակով, տեսնելով, թե ինչպես է մեր աշխատանքը ձևավորել ժամանակակից պատկերապատումը։ Այնուամենայնիվ ես անհանգստանում եմ տեխնոլոգիաների չարաշահման համար։ Մենք պատկերային սենսորները ստեղծել ենք առաջընթացի համար, ոչ թե զենքերի կամ հսկողության, բայց չեք կարող վերահսկել, թե ինչպես են ուրիշներն օգտագործում ձեր աշխատանքը։ Caltech-ում սովորել եմ, որ գիտությունը պետք է ծառայի մարդկությանը, բավարարելով կյանքը, ոչ թե վատ թարացնելով։ Այսօրվա արհեստական բանականություններն ու ռոբոտաշինությունը պետք է հետևեն այդ սկզբունքին, նախագծվեն բարի ու մարդամոտ լինելու համար, ոչ թե կործանարար։ Դա է այն ապագան, որին ես հույս ունեմ, որ Sony եւ այլ կառույցների երիտասարդ ինժեներները կհետևեն։ Ինչ են գիտնականներն ու ինժեներները զգում, երբ նրանց կողմից ստեղծված տեխնոլոգիաները չարաշահվում են, օրինակ ռազմական կիրառություններում։ Oh, they feel cry and weep, I think. Einstein cried.
Դա շատ ցավալի է, Sony-ում ես աշխատել եմ պատկերային սենսորների վրա նախատեսված սպառողական արտադրանքների համար, ինչպիսիք են տեսախցիկները, բայց Իրանի հետ պատերազմի ժամանակ իմացա, որ մեր սարքերից մի քանիսը ապամոնտաժվել են եւ օգտագործվել հրթիռներում։ Մեզ համար դա ասես մեր աշխատանքի դավաճանություն լիներ։ Նույնիսկ PlayStation 3-ի դեպքում ԱՄՆ կառավարությունը գնել էր հազարավոր միավորներ ապամոնտաժելու եւ բջջային պրոցեսորները գերհամակարգիչներում օգտագործելու համար։ Միշտ չեք կարող վերահասկել, թե ինչպես է օգտագործում տեխնոլոգիան, եւ դա ծանր բեռ է։ Հիշում եմ, նույնն էի զգում, ինչ Էյնշտեյնն էր հավանաբար զգացել, երբ նրա աշխատանքը միջուկային էներգիայի շուրջ վերածվեց զենքերի։ Որպես ինժեներներ մենք ցանկանում ենք, որ մեր ստեղծագործությունները բարելավեն մարդկանց կյանքը, ոչ թե վնասեն։ Ահա թե ինչու ես հավատում եմ, որ մենք պետք է երիտասարդ ինժեներների մեջ մի փիլիսոփայություն ներդնենք, ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք ծառայում են մարդկությանը։ Օրինակ, արհեստական բանականությամբ ռոբոտներ, որոնք բարի եւ օգտակար են, ոչ թե կործանարար գործիքներ։ Դուք նշեցիք Սթիվ Ջոբսի հետ ձեր հանդիպման մասին։ Ինչպիսին էր նա, ինչպիսին եք հիշում նրան։ He doesn't know my name. Նա իմ անունը չգիտեր, ես էլ իրենը չգիտեի, բայց մենք հանդիպել էինք Sony-ում, որտեղ նա եկել էր գործնական քննարկումների։ Ես այդտեղ պարզապես ինժեներ էի, ոչ թե որոշում կայացնող։ Նա գալիս էր խոսելու գործընկերությունների մասին, օրինակ Walkman-ը կամ PlayStation-ը ինտերնետին միացնելու մասին, իր ժամանակը գերազանցող գաղափար։ Ինձ ապշեցրեց մեծ գաղափարներ գեներացնելու եւ այդ գաղափարները իրականացնելու համար հովանավորներ գտնելու նրա կարողությունը։ Նա սարքերն ինտուիտիվ եւ զվարճալի դարձնելով տեխնոլոգիաները մարդկային կարիքների հետ համատեղելու տաղանդ ուներ։ Sony-ում աշխատելը, որտեղ ղեկավարությունը ինժեներներին ազատություն էր տալիս, սովորեցրեց ինձ համագործակցության եւ համարձակ գաղափարների կարեւորությունը։ Ի տարբերություն որոշ ընկերությունների, որոնք այսօր այլևս չկան, Sony-ն մեծ աճ գրանցեց, քանի որ մեզ թույլ էին տալիս խաղալ գաղափարների հետ, նույնիսկ եթե դրանք անմիջապես չէին հաջողում։ Դուք վերջերս Հայաստանում ստացել եք Global High-Tech մրցանակը։ Ինչ է այս ճանաչումը նշանակում ձեզ համար։ That means that I have to work more. Ինձ համար դա նշանակում է, որ ավելի շատ պիտի աշխատեմ։ Դա ոչ միայն իմ կատարածի մասին է, այլև այն մասին, ինչ ես դեռ պետք է անեմ։ Դա հիշեցում է մնալ առողջ, ապրել ավելի երկար եւ շարունակել ոգեշնչել երիտասարդ ինժեներներին։ Երբ տեսնում եմ Նագոյայի կամ Կիոտոյի ուսանողներին, որոնք աշխատում են նոր նյութերի վրա, ինչպիսին է գալիումի օքսիդը, ես հիշում եմ Քալթեքում անցկացրած իմ օրերը՝ լի երազանքներով եւ մարտահրավերներով։ Այս մրցանակը ինձ հարթակ է տալիս կիսվելու իմ պատմությամբ եւ խրախուսելու հաջորդ սերնդին ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք աշխարհն ավելի լավն են դարձնում։ Ես երախտապարտ եմ խոսելը, երազելն ու առաջ գնալը շարունակելու հնարավորության համար։